Բայց ինչու որոշեցիք հենց այստեղ մասնակցել պատարագին, ինչու հենց 7 վերքը։ Իսկ ինչու պետք է որոշեի։ Ամեն անգամ որտեղ գնալուց ձեզ պիտի գամ հարցնեմ, ուր գնամ։ Վաղը առավոտյան օրինակ աշխատանքի պիտի գամ, այդ գամ հարցնեմ, ձեզ նոր գնամ։ Այսինքն դեկտեմբերի 7-ին որտեղ պետք է մասնակցեի, կներեք։ Այստեղ թեմի հոգեվորականները։ Դեկտեմբերի 7-ին ես եկել եմ այստեղ մասնակցելու, որովհետև 37 տարի առաջ եղել է երկրաշարժ, ու այդ երկրաշարժի ժամանակ իմիջիալոս տեղեկացնեմ ձեզ, էլի, եթե չգիտեք։ Տասնյակ հազարավոր մարդիկ են մահացել։ Եվ ի տարբերություն ձեզ, որ դուք քաղաքական, չգիտեմ ինչի եք եկել, կամ միգուցե գիտեք ինչի եք եկել, ես եկել եմ կոնկրետ այդ կարևոր նպատակի համար։ Իսկ այդ նպատակը իմիջիալոս ունի շատ կարևոր խորհուրդ։ Ինչի է այդքան մարդ մահացել 88 թվականի դեկտեմբերի 7-ին, չէ՞ որ այդ ուժգնության երկրաշարժեր կամ մոտավորապես այդպիսի երկրաշարժեր աշխարհի շատ երկրներում ա լինում եւ այդպիսի մի խանգարեք թողեք։ Իսկ ինչու է այդքան մարդ մահացել։ Շատ պարզ պատճառով, դա կոռուպցիան է, որովհետև երբ որ դու շենք կառուցելուց ցեմենտը գողանում ես, շենք կառուցելուց մետաղը գողանում ես, դրա պատասխանը տալիս է ժողովուրդը։ Հետևաբար սա երկրաշարժի ամենամեծ ես միշտ էլ ասում եմ ինչ որ ես եմ ուզում։ Ուրեմն հետևաբար այդպիսի պետություն չունենալու համար եւ այդպիսի փորձանքների մեջ չընկնելու համար ցանկացած պարագայում պետք է գնալ եւ կոռումպացված համակարգերին մերժել, որովհետեւ կոռումպացված համակարգերի արդյունքը դա 88 թվականի դեկտեմբերի 7-ի Գյումրին է, դա 88 թվականի Գյումրիում, որովհետեւ բնականon չի կառուցվել։ Մեր իշխանությունը միայն էկոնոմիկ միլիոնավոր դոլարների ներդրումներ են կանելու եւ մասնավորի հետ միասին ես կարծում եմ որ առաջիկա 5 տարում կարող ենք մինչեւ 100 միլիոն դոլարի ներդրումներ անել Գյումրիում, որի արդյունքում բնականաբար Գյումրիում էականորեն ոչ այս փոխված դրական փոխված տեսքը ել ավելի կփոխվի եւ նաեւ խաղաղության օրակարգի հետ զուգահեռ մենք տեսնում ենք որ զբոսաշրջիկների քանակը Հայաստանում ռեկորդային աճ է արձանագրում, հետեւաբար ես կարծում եմ որ առաջիկա տարիներին ել ավելի շատ զբոսաշրջիկներ Այդ էլ ավելի շատ զբոսաշրջիկներ ենք մենք ունենալու, մենք էլ ավելի շատ զբոսաշրջիկներ ենք ունենալու եւ բնականաբար սա բերելու է նրան, որպեսզի այդ խոշոր զբոսաշրջային հոսքերը ավելանան, ուժեղանան եւ բնականաբար դա բերելու է նաեւ զբաղվածության եւ մնացած հարցերի։ Մենք ձեզ այդ հարցը չէինք տվել, դուք պատասխանեցիք։ Տնական թաղամասերում Գյումրիում եղել է։ Այո։ 2000-ից ավելի մարդիկ են ապրում ու դուք տնական շատ լավ, այդ հարցի պատասխանը շատ պարզ է։ Պետք է տարբերակենք հետեւյալ տրամաբանությամբ։ Կան մարդիկ, որոնք որ բնականon ստացել են եւ կան մարդիկ, որոնք որ չեն ստացել։ Պետք է առանձնացնենք այն մարդկանց, եթե կան այդ մարդիկ, որոնք որ բնականon չեն ստացել, դա լրիվ իրավիճակ է։ Իսկ այն մարդիկ, որոնք որ մեկ անգամ բնականon ստացել են, նրանց պետք է դիտարկենք այն տրամաբանությամբ, ինչպես օրինակ պետք է դիտարկենք աշտարակցիներին, ապարանցիներին, վանաձորցիներին, դիլիջանցիներին, կապանցիներին, մեղրեցիներին, մարտունեցիներին, երևանցիներին, որովհետև նույն խնդիրը մարդիկ ունեն։ Բարձր է։ Դուք ասացիք, որ երկրաշարժը փորձանք էր կոռուպցիա։